Եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ 3833 զոհ, 191 անհետ կորած ազգային ժողովի նախագահը պարզաբանել է, թե ինչու էր հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի թվերը։ Փաշինյանը հանդիպել է եպիսկոպոսների հետ, ինչ է քննարկել և ովքեր են գնացել հանդիպման։ Բաքվում գտնվող Վիգենը Ուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է, ինչ է պատմել կինը։ Վարդագույն Երևանը վերածվել է մոխրագույնի, օդի աղտոտվածության մակարդակը հատել է կարմիր գիծը։ Քաղաքի տոնական հմայքը որքան է արժեցել տոնական լուսավորությունը և ինչ են ասում երևանցիները։ Եվ այսպես Սյունիքի ճանապարհը, որը Հայաստանը ներկայացնում է որպես խաղաղության խաչմերուկ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան որպես Զանգեզուրի միջանցք, ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի նախատեսվում է գործարկել 2030 թվականին։ Թուրքիան միջին միջանցքի կարևորագույն հատված է։ Չինաստանից բեռները կկարողանան հասնել Լոնդոն ընդամենը 18 օրում։ Մեր 10-ամյա կանխատեսմամբ մենք ակնկալում ենք, որ միայն զարգացման ուղիներ նախագիծը կապահովի $50 միլիարդ եկամուտ և տարեկան կստեղծի ավելի քան 60,000 լրացուցիչ աշխատատեղ։ Իսկ խաղաղության խաչմերուկում կանգնած Հայաստանի խորհրդարանի նախագահը 44-օրյա պատերազմից 5 տարի անց հրապարակել է պատերազմի զոհերի թիվը։ Զոհվել է 3833 անձ, 78 քաղաքացիական, 3755 զինծառայող։ Անհետ կորած է համարվում 191 անձ, 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։ Այնուհետև ազգային ժողովի նախագահը պարզաբանել է, թե ինչու էր որոշել հրապարակել 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը, որը վաղուց պաշտոնապես հրապարակել էր Հայաստանի քննչական կոմիտեն։ Արագ մի բան ասեմ, քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականին զոհվածների թիվը, հաստատված թիվը 3833 և զավեշտը կայանում է նրանում, որ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են գրասենյակ և հարցնում են, թե սա ինչ թիվ է, այն դեպքում, որ այս թիվը պաշտոնապես վաղուց հրապարակված է, և գիտեք, պրոբլեմը ինչումն է, որ այնքան մեզ փորձել են այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, այդ սրիկա քաղաքական գործիչները, որոնք որ այլ թվեր են հրապարակել, որ մեր իրականության մեջ այս թիվը կարծես թե նորություն լինի, վատ, բայց նորություն լինի։ Գործող իշխանության պատասխանատվության ներքո է նաև գերիների վերադարձի հարցը, որը առ այսօր որևէ արդյունք չի տվել։ Արցախ միությունը Եվրոպական խորհրդարան է ուղարկել իր ու գործընկերների վերջին զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր 23 հայ պատանդների վերաբերյալ։ Հայ գերիների նկատմամբ բռնության ֆոնին նրանք կոչ են անում Եվրոպական խորհրդարանի падգամավորներին այցելել Բաքու։ Հայ գերիներից 7-ն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների, ստանալով 15-ից 20 տարվա ազատազրկման պատիժ։ Մյուս 16-ը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև։ Արցախ միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի падգամավորներին մեկնել Բաքու և ներկա գտնվել առաջիկա դատական լսումներին, ինչը կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու և Ադրբեջանին միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Արցախ միությունը և գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանը վճռական ու անհապաղ գործել։ Եվրախորհրդարանի падգամավորների ներկայությունը Բաքվում շատ կարևոր է հաշվետվողականության ապահովման, հայ գերիների իրավունքների պաշտպանության և հետագա իրավախախտումների կանխարգելման համար։ Իսկ այս ընթացքում որևէ տեղեկություն չկա Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Ուլջեքչյանի մասին, հայտնել է Վիգենի փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Վիգեն Ուլջեքչյանի ազատ արձակման համար իրավապաշտպանը նամակ է ուղարկել Թրամփին, նրա կնոջը, Իսրայելի և Արգենտինայի նախագահներին։ Բաքվում ապօրինի պահվող Վիգեն Ուլջեքչյանի փաստաբանները դիմել են Դոնալդ Թրամփին նրան ազատ արձակելու գործում միջնորդ լինելու համար։
Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն Բաքվում ապօրինաբար պահվող Վիգենը չի կարողանում քայլել, անվասալյակի կարիք ունի, ինչը չի տրամադրվում։ Վիգենի կինը մեծ զրույցում դեռ 1 ամիս առաջ ահազանգում էր ամուսնու ծանր վիճակի մասին։ Եվ Լիբանանի եւ Հայաստանի իշխանություններն ասում են, որ փորձում են ճնշում գործադրել նրան վերադարձնելու համար։ Ասում են, մենք քո կողքին ենք, գործում ենք հանուն Վիգենի վերադարձի։ Բոլորն էլ աշխատում են, բայց չգիտեմ արդյունքը որն է լինելու։ Էուլջեքչյանի փաստաբանական խումբը Թրամփին դիմելուց առաջ նամակներ էր ուղարկել ՄԱԿ-ի կամայական կալանքների հարցերով աշխատանքային խմբին, պահանջելով նրա անհապաղ ազատ արձակումը։ Փաստաբանները պնդում են, որ Էուլջեքչյանի կալանավորումն ու դատավճիռը կամայական են, իրականացվել են իրավասության խախտմամբ, քանի որ քաղաքացիական անձին դատել է ռազմական դատարանը, ի հակառակ միջազգային իրավունքի։ Նրանք մատնանշում են նաև, որ վարձկանության մեղադրանքը կիրառվել է սխալ, քանի որ ըստ Ժնևի կոնվենցիայի երկքաղաքացի Էուլջեքչյանը չի կարող դասակարգվել որպես վարձկան։ Մեծ զրույցում Արգենտինայում ապրող փաստաբան Լուսիանա Մինասյանը նշել է, որ չնայած Վիգենն ունեցել է այսպես կոչված հանրային պաշտպան, բայց նա իր գործառույթը չի իրականացրել։ Որպես Լիբանանի քաղաքացի Վիգենն իրավունք ունի ստանալ Լիբանանի տեղական հյուպատոսության այցելություն։ Մենք պահանջում ենք Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին թույլատրել այցելել նրան։ 46-ամյա Էուլջեքչյանին ադրբեջանական զինված ուժերը գերեվարել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարությունից 1 օր անց։ 2021 թվականի հունիսին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման, վարձկանություն, ահաբեկչություն եւ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով։ 2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման գործընթացի ժամանակ նրա անունը եւս կար ադրբեջանական կողմի նախնական ցուցակում, սակայն Էուլջեքչյանն այդպես էլ Հայաստան չվերադարձավ։ Ընտանիքի անդամներն անդադար ահազանգում են, Էուլջեքչյանի առողջական վիճակը ծանր է, հետևանքները անդարձ կարող են լինել։ Անի Աբախյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մենք նաև զրուցել ենք Վիգենի կնոջ Լինդա Էուլջեքչյանի հետ։ Նա պատմել է, որ Բաքվի բանտում պահվող ամուսինը քայլել ոտքի վրա կանգնել չի կարողանում։ Կինը նշել է, որ Վիգենը գերեվարվելուց առաջ մեջքի ճողվածք ուներ եւ բուժվում էր, սակայն գերեվարման ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Ամուսնուս զանգին սպասում էի արդեն 45 օր։ Մեզ համար շատ երկար ժամանակ էր։ Մտահոգված էի, որովհետև վերջին զանգի ժամանակ Վիգենը զրկված էր հացից։ 45 օր հետո, որ խոսեցի, ինձ ասաց. «Լինդա, սողում եմ գետնին, չեմ կարողանում քայլել։ Ունեմ շատ ուժեղ ցավեր։ Չեմ կարողանում ոտքի վրա կանգնել։ Մեջքի ճողվածք ուներ, մինչև գերեվարվելը եւ բուժվում էր։ Կարծում եմ Վիգենի գերի ընկնելն ու տանջանքներն ազդել են իր առողջության վրա։ Սա է պատճառը, որ չի կարողանում քայլել։ Երբ Մարալը դուրս եկավ բանտից, նա շատ օգտակար եղավ գործին։ Դեսպանատանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ինչպես են տանջում Վիգենին։ Տղաս արդեն 4 տարի է նշանված է։ Երբ հոր հետ խոսել է հեռախոսով, ասել է չի ամուսնանալու, քանի դեռ հայրն իր կողքին չէ։ Որդուս ամուսնությունն իմ եւ բոլորիս ցանկությունն է։ Ես զրկվեցի Վիգենի ներկայությունից, երեխաներս իրենց հոր։ Շատ պարզ ցանկություն ունեմ։ Ուզում եմ գրկել նրան, համբուրել ու ասել, թե ինչքան եմ սիրում։ Ու որքան Վիգենն է այնտեղ տանջվում, նույնքան մենք ենք այստեղ տանջվում։ Մենք իր կարիքը շատ ունենք։ Արդեն 5 տարի է առանց նրա ենք նոր տարին նշում։ Հոգնել եմ։ Ոչ ոք մեզ չի օգնում, որևէ մեկը ինձ հույս չի տալիս, որ Վիգենը դուրս է գալու կամ չի գալու։ Բոլորը սպասում են ամանորին, որ նշեն, բայց ես տոնել չեմ կարողանում։ Եղեք իմ եւ Վիգենի կողքին։ Օգնեք ինձ վերադարձնել նրան, որպեսզի Վիգենի վերադարձը դառնա տոն։ Ներհայաստանյան լրահոսից դատարանը վերացրել է Լիդիա Մանթաշյանի կալանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով վարչական հսկողություն եւ գրավ 2.500.000 դրամ։ Լիդիային ազատ են արձակել հենց դատարանի դահլիճից, ավելի վաղ նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Կարծիքը որոշեց մեղադրյալ Լիդիա Արմենակի Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել, վերացնել, վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը,
Լիդիայի կալանքը փոխելու որոշումից հետո Բագրատ Սրբազանը դիմել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, ասելով, որ Լիդիայի կալանքի փոփոխության որոշումը կարող էր լինել մեկ շաբաթ առաջ, բայց չեղավ։ Դուք այսօր ապացուցեցիք, որ ոչ թե արդարություն ու արդարադատություն է գործում, այլ նպատակահարմարություն, ասել է Սրբազանը։ Ցցուն արտահայտությունն է, իմ խոսքերը ոչ վիրավորական են, ոչ էլ նույնիսկ քննադատական։ Ես ուղղակի արձանագրում եմ իրավիճակը։ Շատ կուզեի այստեղ լիներ մյուս մեղադրողը, այն խստությամբ խոսող, որ նույնիսկ անցյալ շաբաթ տեսակցությունները բացելու մասին խոսակցությունը փակվեց։ Զուգահեռ շարունակվում էր արշավը նաև այլ եկեղեցականների դեմ։ Զարմանալի զուգադիպությամբ Փաշինյանի ճեպազրույցից մեկ ժամ առաջ մամուլում հայտնվեց եպիսկոպոսների հայտարարությունը, որով իբր պահանջում են Մայրաթորից հեռացնել Արշակ Սրբազանին։ Հայտարարությունում, որը դուք այժմ տեսնում եք ձեր էկրաններին, նշվում է, թե իբր փորձագիտությամբ հաստատվել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը, որը ներկայացվում է ամենայն հայոց կաթողիկոսին։ Արշակ Սրբազանը անդրադարձել է հրապարակված հայտարարությանը։ Ինչու հեռանամ, ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական։ Ես ինչ-որ որոշում պետք է կայացնեմ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ճիշտ համարում, իհարկե ոչ։ Իսկ Փաշինյանը, որը ճեպազրույցի ժամանակ ողջունել է այդ հայտարարությունը եւ նշել, որ Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրի հանդիպման, արդեն հանդիպել է։ Իսկ թե ինչ են խոսել հանդիպմանը, դիտենք տեսանյութը։ Ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր առնչություն եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ։ Փաշինյանը գրեթե մեկ ժամ տևած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերի հետ բանավիճելու հրավերները ընդունելի են եւ ուղիղ եթերում նախատեսված բանավեճեր տեղի կունենան։ Թե այլ ինչ թեմաներից է խոսել Փաշինյանը, մանրամասները տեսանյութում։ Ես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե այն գլխից ընդունել եմ խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ։ Ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգեր, իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ ելի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել պատգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։
Մինչ լրագրողների հետ զրուցելը կառավարության նիստին վարչապետը խոսել է նաև վերջին օրերին ամենաանհանգստացնող թեմայի մասին՝ օդի աղտոտվածության։ Հանձնարարել է աշխատանքային երկու խումբ ստեղծել։ Առաջինը պետք է զբաղվի օդի աղտոտվածության խնդիրներով, երկրորդը երթևեկության կարգավորմամբ, խցանումների հաղթահարմամբ։ Այսինքն ստեղծում են միջգերատեսչական խումբ, որում կներգրավվեն նաև Երևանի քաղաքապետարանն ու այլ համայնքների ներկայացուցիչներ։ Դիտարկելով այդ թվում համացանցում եւ մամուլում եւ հանրային քննարկումներում եւ իրողությունները նաեւ անձամբ արձանագրելով ես հանգել եմ այն եզրակացությամբ, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու խումբ ստեղծել եւ աշխատանքային խումբ ստեղծել, աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ, խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության խնդիրներով, որովհետև նախ պետք է այդ խնդրը արձանագրել մեր օրակարգում, հասկանալ եւ կոնկրետ լուծումներ տալ, եւ երկրորդը երթևեկության կարգավորման հետ կապված խցանումների հաղթահարման աշխատանքային խումբ, այսինքն երկուսն է վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ենք ձևավորում եւ այնտեղ պետք է լինի մեխանիզմներ հաշվետվողականության, որ ժամանակ առ ժամանակ այդ թվում եւ հանրային հաշվետվողականության եւ ինձ հաշվետու լինելու, թե ինչ աշխատանքներ են կատարված։ Այսինքն միջգերատեսչական բնականաբար Երևանի քաղաքապետարանն է պետք է ներգրավված լինի, այլ համայնքների ներկայացուցիչներ առաջարկ տվեք։ Իսկ մինչ այդ խումբը կստեղծվի ու կսկսի աշխատել, Երևանում օդի աղտոտվածության վտանգը հատում է կարմիր գիծը։ Ահազանգ են հնչեցնում մասնագետները, բնապահպաններն ու բնակիչները։ Վարդագույն Երևանը կարծես անհետացել է, փոշին ծածկել է քաղաքը մոխրագույն շերտով։ Թեմային Սեդա Մակարյանն է անդրադարձել։ Մայրաքաղաքի գլխավերևում կուտակված մառախուղ է, փոշի, թե ծուխ, արդեն մի քանի օր է սև թուղթով է պատված Երևանի երկինքը։ Օդի աղտոտվածությունը չափող սարքերում, մարդկանց սմարթֆոններում ամպերն ալ կարմիրով են գունավորված, որն ահազանգում է, որ փոշու չափաքանակը գերազանցել է թույլատրելի սահմանը։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության օդերևութաբանության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանն ասում է, մասնավորապես կենտրոնում օդի աղտոտվածությունը նորմայից 1/4-ից 4 անգամ ավելի է։ Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին եւ նոյեմբերի 25-ին համապատասխանաբար 4 ու 3.5 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Մասնագետներն ասում են, որ օդի այսչափ աղտոտվելը մեկ գործոնով չէ պայմանավորված, ծառահատումից մինչև անհաշվելի քանակի մեքենաներ, խցանումներ, շինարարություն։ Այս տարի ավելի արտահայտված է եւ տարեստարի ավելի է արտահայտված լինելու, որովհետեւ մենք ոչ թե խնդիրները լուծում ենք, որ օդի աղտոտվածությունը նվազի, այլ խնդիրները հակառակը շատացնում ենք։ 3 տարի անընդմեջ փողոցների ծառերը ոչնչացնել է, փողոցի ծառերը դրանք օդափոխության միջանցքներ են, դա այգիներում ծառեր չեն եւ մենք պետք է հասկանանք, որ ամեն մեր գործողությունը ավելացնելու է եւ գումարային էֆեկտը լինելու է ավելի ծանր, հաջորդ տարի ավելի վատ է լինելու։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ հիշեցնում է, որ Երևանի ուղիղ հարևանությամբ ավազի հանք են շահագործում, որի ավազը քամին մայրաքաղաք է բերում։ Այն ավազի հանքերը, որ այսօր Երևանի հյուսիսում բան են անում, այդ ավազի փոշին ամեն օր մենք շնչում ենք Երևանում, մեր երեխաները շնչում են։ Եվ դա 5-10 տարի հետո բոլորիս առողջության վրա դնում եւ հատկապես մեր երեխաները մենք ջանդամ երեխեքի առողջության մասն է պետք է բացել։ Չի կարելի Երևանի հյուսիսում նման կերպ ավազի հանքեր շահագործել, հենց որ Երևանում քամին փչում է հյուսիսից հարավ։ Քաղաքապետն էլ ունի իր տարբերակը։ Ասում է, օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ եւ պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով։ Մեր հիմնական խնդիրները, որոնք որ սկսում էին նոյեմբերից եւ մենք այս մասին խոսել ենք, արդեն իսկ սկսել են։ Օդի որակի խնդիրները Երևան քաղաքում ունի տասնամյակների պատմություն եւ խնդիրը բազմաշերտ է։ Մինչև Ավինյանն ավտոմեքենայից պնդում է, որ խնդիրը տարածաշրջանային է եւ սեզոնի հետ է կապված, մասնագետներն աղետի մասին են ահազանգում։ Եթե մենք վերցնում ենք օդի աղտոտվածության ամենավտանգավոր ցուցանիշը, որը մինչև 2.5 միկրոն
մասնիկների պարունակությունն է օդի մեջ, այսինքն այսպես կոչված PM2.5 ստանդարտը, որը ամենավտանգավորն է, որտեղ այդ չափսի մասնիկները ունակ են շնչառական համակարգի միջով ներթափանցել արյան մեջ։ Այդ PM2.5 աղտոտվածության մակարդակով իմ դիտարկմամբ Երևանի տարբեր վարչական շրջաններում կախված բարձրությունից թույլատրելի նորման գերազանցվում է 6-ից 8, որոշ տեղերում մինչև 10 անգամ։ Սողոմոնյանի գնահատմամբ իրավիճակն այնքան ծայրահեղ է, որ մարդկանց ուժեղ պաշտպանիչ դիմակներ են անհրաժեշտ, մասնավորապես երեխաներին։ Երկրորդ ամենավտանգավոր խումբը դա մանկահասակ երեխաներն են։ Մանկահասակ երեխաների շնչառական ուղիների լորձաթաղանթը դեռ բավարար պաշտպանական մեխանիզմներ չի ձևավորել։ Լորձաթաղանթի ինքնին բարակա լորձի սեկրեցիան ակտիվ չի եւ այդ մասնիկների ներթափանցումը բրոնխիալ ծառ եւ ավելի խորը ուղիները շնչառական։ Խնդրի մասին Facebook-յան օգտատերերներ են բարձրաձայնում, օրինակ երևանցիներից մեկն իրենց Բաքվում օդի խոնավության կլանիչ էր տեղադրել։ Նշել է, որ 3 տարի է ինչ գործածում է այն ու միայն վերջին 1.5 տարին է, որ կլանիչում կեղտոտ նստվածք է առկա։ Տպավորություն է, որ քաղաքապետարանը չի էլ ցանկանում մտածել լուծումների մասին, ասում է բնապահպանն ու խնդրի լուծման տարբերակներ առաջարկում։ Այս բոլոր խնդիրները կանաչապատման 5 անգամ ավելի պակաս ցուցանիշ, այսինքն մենք ունենք բոլոր նախապայմանները, որ ունենանք այն վիճակը, որ մենք ունենք, սա հանկարծակի չի, սա սպասելի է, սա ռիսկերը ուղղակի պետք է կառավարել եւ հասկանալ ինչ ուղղությամբ գնալ, որ այդպես չլինի։ Տարբեր սոցցանցերում այս մասին խոսում են բոլորը, անկախ մասնագիտությունից, տարիքից ու ազգությունից։ Երևանում բնակվող ցանկացած ոք իր մաշկի վրա է զգում օդի աղտոտվածության հետևանքները եւ ինչպես մասնագետներն են ասում, դեռ մի քանի տարի հետո է այն զգացնել տալու իր մասին։ Սեդամակարյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Երևանի փոշոտ առօրյայի կողքին մեկ այլ իրականություն էլ կա՝ շքեղ ամանորյա լույսեր, զարդարանքներ ու մեծ տոնածառ։ Դրանց համար քաղաքային բյուջեից մեծ գումար է հատկացվել։ Որքան կարժենա Երևանի ամանորը եւ ինչպես են գնահատում այդ ծախսերը երևանցիները, մանրամասները ռեպորտաժում։ Երևանի ամանորն այս տարի կարժենա 607 միլիոն դրամ, ավելի քան 1.5 միլիոն դոլար։ Այս գումարը հատկացվելու է քաղաքի զարդարանքին, նաև տոնավաճառ է կազմակերպվելու։ Նախորդ տարի էլ փոքր գումար չէր ծախսվել, բայց 58 միլիոն դրամով պակաս միջոցներ էին հատկացվել։ Նախորդ տարվա լոտերից մեկը չէր կայացել, ամանորյա կենտրոնական տոնածառի ճյուղերի եւ լույսերի ձեռքբերման, բայց չկայացած լոտի գումարներից այդուհանդերձ 18 միլիոնը ծախսվել էր։ Իսկ ծայրահեղ դեպքում 32 միլիոնի կարիք կարող էր լինել։ Եվ անցած տարվա շուրջ 550 միլիոնի դիմաց այս տարի 607 միլիոն 650 հազար է կազմում։ Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետը հավատացնում է, որ նախորդ տարիների ձեռքբերված գույքը դեն չեն նետել, այս տարի էլ են օգտագործելու։ Այո, որպես այդպեսին մենք մրցույթը առաջին իսկ նախավորակավորման հայտարարություն պայից սկսած հրապարակել ենք այն ցանկը, որը արդեն 4-րդ տարին պետք է օգտագործենք գույքի, որ Երևան քաղաքը ձեռքաբերել ամանորյա զարդարանք տոնական ձևավորման համար եւ ունենք պարտադիր պայման, որ քաղաքին պատկանող գույքը պարտադիր պետք է օգտագործվի։ Խելամիտ են արդյոք քաղաքապետարանի ծախսերը, քաղաքացիները ի պատասխան կարիքներն են թվարկում։ Ընդհանրապես խելամիտ չի, այդպես աղարելի ծախսերը թողուղեն անապահով ընտանիքներին։ Ավելի շատ կարևոր հարցեր կան, քան այսինքն մի քանի օրվա համար չարժել այդքան գումար ծախսել։ Գոնե չեմ ասում 100%, գոնե մի 50% ժողովրդի պայմանները լավացնեն, որտեղ սենց դերը դրել են, հա ճիշտ է, ժողովուրդը գալիս է, ուրախանում է, բայց սրանով ուզում են զարմացնել մարդկանց։ Տեսեք 600 միլիոն բան են ծախսել։ Քանի գնում է, պատանում է վիճակը։ Այսպես վիճակ չի եղել ոչ մի անգամ։ Լույսերով ու աստղերով դրանով չեն կարող մարդկանց խաբել։ Երեխաների համար է այս ամանն արվում, ոչ թե մեծերի, այլ երեխաների համար, այնքան որ նոր տարի ունենանք, որ լաց չլինենք։ Այս տարվա գնումները ի տարբերություն նախորդների իրականացվել են մրցութային կարգով, 2 փուլով, հաղթել է 2 ընկերություն, 2022 եւ 2023 թվականներին հաղթող էին ճանաչվել դարձյալ այս ընկերությունները, սակայն մեկ անձից գնումների միջոցով։
Նախորդ տարի էլ ենք իրականացնել երկփուլ մրցույթ նախավորակարգման ընթացակարգով, այ դրանից առաջ եղել է նաև մեկ անձով։ Երկու կազմակերպություն ունենք հաղթող, գնումները եմ կայքում հրապարակված են։ Տարիներ շարունակ նույն ընկերություններից տարբեր ձևաչափերով գնումները պատահական չի համարում ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Նա այս գործընթացում չի բացառում կոռուպցիոն ռիսկերը։ Ճակերտավոր ավանդույթները շարունակվում են եւ քաղաքի բյուջեի հաշվին կարելի է լավամարդ դուրս գալ իրենց հետ կապված տարբեր կազմակերպությունների, այդտեղ թող յուրաքանչյուրը ինքը դատի թե հետում սիրուն աչքերի համար է ինչի դիմացա այդ հովանավորչությունը։ Անկախ գնումների ընթացակարգից Մայր Հայաստան խմբակցության անդամն անդրամաբանական է համարում այս մասշտաբի ծախսերը։ Քաղաքը հազար ու մի խնդիր ունի։ Անշուշտ քաղաքին պետք է տոնակատարություն, անշուշտ ամանորը պետք է նշվի, բայց դրան կա ողջամիտ չափ ու սահման։ Չի կարելի քաղաքի բյուջեն տնօրինեն կարծես սեփական քսակը լինի։ Այս տարի էլ նախորդների պես միլիոնավոր դրամներ են ծախսելու մայրաքաղաքի տոնական ձևավորման համար, սակայն ըստ էության հիմնականում օգտագործելու են նույն գույքը։ Նախկինում մեկ անձից արված գնումներն էլ փոխարինվել են մրցույթներով, բայց մատակարարները նույնն են մնացել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։